Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, ասում է երկօրյա այցով մեր երկրում գտնվող Կայա Կալասը։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը հստակ ուղերձով է այստեղ։ Գիտի, որ Հայաստանի ազգային ժողովը նախագիծ է ընդունել Եվրոպական ընտանիքին անդամակցելու գործընթացի մասին։ Շեշտում է, Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Հաջողով հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին նոր գործընկերության հրապարակի շուրջ, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության և դիմակայունության ոլորտներում։ Եվրոպական միությունը այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո դիմակայության և աճի ծրագրի շրջանակում 2024-27 թվականների համար։ Եվրոպացի գործընկերոջ հետ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթ է վերջնականացրել։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի մասին է այն։ Միրզոյանն ասում է, առաջիկայում մանրամասն կներկայացվի հանրությանը։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ արտգործնախարարը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Հարցին Եվրամիության համար որքանով է կարևոր խաղաղության պայմանագրի ստորագրումը և ինչքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պատասխանեց, որ իր Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները։ Ոգևորված ենք այս կարգավորման գործընթացով Հայաստանի և Ադրբեջանի միջև և իհարկե կցանկանանք տեսնել այս գործընթացի ամփոփումը ինչքան հնարավոր է շուտ ամբողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն, ոչ միայն այս տարածաշրջանում։ Ասուլիսի ժամանակ հարց հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին, որտեղ նա նշել է, թե դաշնակիցներից երես թեքելը հազիվ թե օգտակար լինի հայ ժողովրդի համար։ Մենք որևէ ճնշում չենք բանեցնում Հայաստանի կառավարող շրջանակների վրա և հստակություն ենք ակնկալում բոլոր հարցերում, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, ապա դա հազիվ թե որևէ օգուտ տա հայ ժողովրդին։ ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ է Լավրովը խոսել այս մասին, որտեղ իդեպ Միրզոյանը չի մասնակցել։ Պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ Պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Միրզոյանին անհարմար հարցից հետո հերթը Կալասինն էր։ Եվրոպաշտոնյան հաստատել է լուրերը, թե Հունգարիան խոչընդոտում է խաղաղության հիմնադրամից Հայաստանին միջնորդների տրամադրմանը։ Կալասը պարզաբանել է, որ Եվրամիությունը բաղկացած է 27 ինքնիշխան երկրներից, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը, եւ որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Աննա Հարությունյան, Reopen Media։